Բարեձեզ, ժողովուրդ, այսօր ելի մենք էֆիրում կզրուցենք մի քիչ թեմաներից, կարևոր թեմաներից, ինչ կատարվում է, հիմա բոլորին անհանգստացնում է լիքը թեմաներ։ Խոսենք դրա մասին, հա։ Ինչպես միշտ, թեթև թեմաներով սկսենք, մինչև մարդիկ հավաքվեն։ Մարդ։ Ասենց անեմ, լավ է, ես միկրոֆոնը լսեմ։ Լավ։ Ուրեմն սկսենք նրանից, ժողովուրդ ջան, առաջի թեման։ Իմ էջում խնդրում եմ ոչ ոք իրար մի կոպտեք, ես դա արգելում եմ։ Ցանկացած մարդ, ով իմ էջում այն մեկին կոպտեց, ես սկսելու եմ սերծուցակ։ Ով ուզում ալի։ Ուրեմն մի հատ մարդ էր գրել Նիկոլիկ։ Այդ մարդուն ես ճանաչում եմ, երկու անգամ հանդիպել ենք, մի քիչ հաց ենք իրար հետ կիսել, անգամ կերել եւ այլ։ Ինքը լրիվ անտի-նիկոլական է եւ այլ, բայց դա չի նշանակում, որ ինքը իմ թշնամին է։ Ես ունեմ ընկերներ, ծանոթներ, որ հա Հիմա այնուսն են պատիժկանում, Նիկոլին պատիժկանում բան, դա չի նշանակում, որ իմ թշնամին է։ Հիմա բոլորս է կարանք տարբեր տեսլականներ ունենանք, չէ՞, բան սրա հանդեպ, նրա հանդեպ եւ այլ։ Բայց իմ էջում մի գրեք Նիկոլիկ, ես դա չեմ ընդունում։ Ու հետո այդ մարդուն դիզլայք եմ դնում, ինքը բողոքում է, որ ինձ դիզլայք են դրել։ Եթե դու կարող ես ասես Նիկոլիկ, մի բողոքի, որ քեզ դիզլայք են դրել։ Կոպիտ ոչ մի բան քեզ չեն ասել։ Մի հատ էլ մարդ զանգեց, Երևանում վերջի մարդը չի։ Ինքը պրոռուսական է։ Բա Գորջան, հիասթափվում են մարդիկ քեզանից, ուրեմն հրահանգը եկել է Մոսկվայից արդեն, ինքը ընկերության վրա թքած ունի։ Չեն հիասթափվում, դու ես ինձի փորձում մանիպուլյացիա անես, չի ստացվի։ Գորջան, ես լրիվ անկախ եմ քրիտիկա անելուց կանեմ, եթե պետք է կգովամ Նիկոլ Փաշինյանին։ Եթե պետք է քրիտիկան կանեմ, այո։ Էլ եմ ասում, ես ոչ մի պոլիտիկի ամբիցիա չունեմ, ես չեմ ուզում դառնամ մտնեմ քաղաքականության մեջ, դիպուտատ դառնամ, չգիտեմ, ինչ-որ պարտիայի լիդեր դառնամ, պարտիա ստեղծեմ եւ այլ, ոչ։ Իմ մտածելակերպը սենց է, բիզնեսմենը պոլիտիկ չպիտի դառնա։ Վերջ։ Սենց բաներ ինձ մի ասեք, խրատով հետս չխոսակ հանգարց, հակառակ ռեակցիան է գալի, ավելի կոպիտ եմ ուզում խոսամ։ Երբեք չփորձեք հետս խրատով խոսակ։ Ում դուրը չի գալի։ Առաջին ավտոբուսով գնացեք։ Հերու, վայելիք չվերադառնանք։ Լավ։ Լավ։ Հիմա ես միշտ ռազմավարությունաբերության թեման ժողովուրդ ջան վերջում եմ թողում, այսօր սկզբից ասեմ այդ թեմայով, հետո կվերադառնանք ինչա կատարվում մեր երկրում, ինչա բանանում, ուղղակի հիմա դրանք են առաջի կարևոր թեմաները, կան ռազմավարությունաբերությունը, ցավոք իրանք տենց են անում։ Ես մինչև իմ էֆիրը մի քիչ խոսեցի Մխիթար Հարապետյանի հետ, մեր բանի IT նախարարի հետ։ Մի քանի բան հարցրեցի, ճիշտ է, որ կարողանամ ձեզ ասեմ, ժողովուրդ ջան։ Ուրեմն շատ բաներ կա, որ ես էֆիրում իրանք չունեմ ասեմ, բայց երկու բառով ասեմ սենց, ես ոգևորված եմ։ Ես իրոք այդ մարդուն այդքան որ գովում եմ, հա ու ինքը որ իր ուպորը դնում է, իր ակցենտը դնում է գիտությունը զարգանա Հայաստանում, ոչ թե մենք պատրաստինը ստանանք, այլ Հայաստանում գիտությունը ստեղծվի, որ Հայաստանում արտադրվի։ Էլ մնացածը չեմ կարող ասեմ, ժողովուրդ ջան։ Որի օրտ էֆիրն ասում եմ, в очередной раз этому человеку я скажу браво։ Իր այդ խոսելուց ոնց որ ես մեր Արտակ Ղուկասյանի հետ խոսեի։ Ես լրիվ սենց կես բառ ասում եմ, ես հասկանում եմ, ես շարունակում եմ, ինքը հասկանում էր, ինքը շարունակում էր եւ այլ։ Человек на своем месте, человек работает. Браво։ Մխիթար Հարապետյան, շնորհակալություն։ Ես այսքան չեմ հիացել ոչ մի նախարարով, ինչքան ձեզանով։ Շնորհակալություն ձեզ։ Այս ժողովուրդը ապուշ չի, հազար անգամ եմ ձեզ ասել։ Այս ժողովուրդը ապուշ չի։ Այսինչ ջոգում աղվետ։ Այն 5000 դրամանոցներով դուք չեք հաղթելու ոչ մի բան։ Ոչ ընտրություն եք հաղթելու, ոչ բան եք հաղթելու, չինելու դες բան։ Այն մարդիկ, որ ինձ ասում էին, բանը, աղբեր հեսա Նիկոլայի Թալոյա բան է 19 թվին։ Ես բոլորից զգուշացնում եմ, եթե այդ թվերի էֆիրներից նայեք, ժողովուրդ ջան, ես ասում եմ, Նիկոլ это надолго։ Այս ազգը հոգնել է ձեզանից։ Այո, Նիկոլը շատ դանդաղ աշխատում, շատ սխալներ անում, այո։ Հա, ես համաձայն եմ։ Բայց ցանկացած власти, ցանկացած բանը պրեզիդենտը կամ պրեմիեր-մինիստրը կերազեր ձեր նման ընդդիմություն ունենար, որովհետև ձեր նման ընդդիմությունը մի հատ հրաշք կա, ընտրելիք չկա, կամ դուք եք դեբիլներ,
կամ Նիկոլն է։ Հենց այսօր կամ վաղը ընտրություններ լինի, ես Նիկոլն եմ ձայն տալու, որովհետև դուք եք են մի կողմը։ Բլուդկի։ Արա ախար մեզ ոչ ընդդիմությունով է բախտներս բերել, ոչ թշնամիներով է բախտներս բերել։ Այ մարդ կա նորմալ ազգեր, չէ՞։ Որ իր թշնամին անգլիացին է, իսպանացին է, չգիտեմ, գերմանացին է։ Արա մեր բախտը դրանում էլ չի բերես։ Մեր թշնամին թուրքն է։ Գերմանիայի կանցլերը Իսրայելում այրոպորտում, որ իջավ Իսրայել, այրոպորտում չոքեց ներողություն խնդրեց հրյաներից, այսենց։ Երազենք դες բաներ, չէ, մեր բախտը չբերեց։ Հիմա անցնենք արդեն մեր եկեղեցուն եւ այլն։ Ուրեմն նայեք, դուք հիշում եք Պիեր Ռիշարի հետ կինոն, Իգրուշկա կինո էր կոչվում, որ այդ ֆիրմայի դիրեկտորը ասեց շալվարը թանի գնա օֆիսով քայլի, ինքը շալվարը հանում էր, արդեն պատրաստ էր որ այդ օֆիսով քայլեր։ Ասում է դուք ինչ եք անում, ասում է դուք ժամայեցիք, ես շալվարս հանեմ, գնամ առանց շալվար ման գամ։ Ասում է հիմա մտածեք, ովն ավելի վատ, ես որը ժամայեցի, թե դուք որը պատրաստ էիք այդ անելը։ Агенты Кремля. Да, Кремль это дьявол. Բայց ով ավելի վատ ավելի զզվելի, նա ով հրամայեց, թե դուք, որը պատրաստ եք այդ հրամանները կատարեք։ Ублюдки։ Դուք չեք հասկանում, որ Հայաստանը այդ ֆունդամենտ է։ Ջորջան, դուք գիտեք բոլորը, մի քանի անգամ էֆիրներում ես ասել եմ, ես Արգենտինայում ապրել եմ մի քանի տարի։ Այնտեղ այն հին մասան աղբարները Ստամբուլի հայեր են։ Փախել եկել են Արգենտինա 80 թվերին, 90-ի սկզբի թվերին եւ այլն։ Ինչի համար, որովհետեւ իրանք մնացին Ստամբուլում, Հայաստանը չկար, իրանք գիտեին իրանք փողը պահելու են։ Չէ, եթե Հայաստանը չկա, դուք ամբողջ կյանքը ուրվական եք գնելու, դուք թափառական եք լինելու։ Հայաստանն է ձեր մի հատ տեղը, ձեր ֆունդամենտը, որ երկրում որ ելնեք, մի հատ մեջքիդ երկիր ունես, որը կա։ Այս ցախելով ես երկիրը, տերտերներ ջան, սրբազաններ, քոչարաններ եւ այլն, քոչարան չնայած ադրբեջանցիները մասը ոչ չկա, բայց հայեր որ նրան միանում եք, փախնելու տեղ չեք ունենալու։ Փախել էին։ Տեսակ ինչ եղավ։ Ես մի բան ասեմ։ Երևի այս աշխարհի երեսին մի քաղաքն է Երևանը։ Կատուրի տասկույտ պավամ, ով գնացել է Երևանից։ Այդ քաղաքը ձեզ սպասում է։ Երևան տասկույտ պավամ։ Վերադարձեք Հայաստան։ Եթե ես վերադարձած վերջի 7 տարին Երևանում եմ ապրում։ Հիմա հա Իսպանիայում, որովհետև գործեր կա, բայց ես վերադառնալու եմ էլի։ 7 տարի, այ մարդ այդ քան տարի չեմ եղել, 20 տարուց ավել չի եղել։ Ես եկա, հա Երևանը, ես ասում եմ Երևանը կարոտում է ինձ, ոնց որ ես իրան։ Դա մի հատ քաղաքն է աշխարհում։ Մի մտեք Երևան ու վատը մանեք։ Ցանկացած քաղաքում այդ վատը կա։ Եկեք Երևան փորձեք սարքեք ընեց, որ քաղաքը լավ լինի։ Այդ մինուսները իրա բան, ցանկացած, ելի եմ ասում, ցանկացած քաղաքում աշխարհի կա մինուսները։ Եկեք այդ մինուսները մեր հետ իրար հետ օգնենք ուղենք։ Չենք ամանչում, որ ռուսներն են գալիս Իբիլավակում Երևան, տեսել եք այդ կադրերը։ Մենք չենք կարող դա անենք։ Հետո վա մեր չափ դարը, որ չի կարող կառուցի։ Մեր ազգը, իբր թե աշխարհ են կառուցել, մենք մեր Երևանը չեն կարող կառուցել, մեր Հայաստանը չեն կարող կառուցել։ Ու այս մեր ազգը Ժողովուրդ ջան, ճիշտ է խոսալ, էլի, մեր ազգը ծանր ազգ է։ Էսի սենց ասեց, այնին ես խոսած, սրա աղջիկն ես գնաց, սրա տղեն ես գնաց, եւ այլև այդ ամեն ինչի բաց թողեք, եկեք կառուցենք։ Հա, ես իմ ուժերի հնարավորությունով անում եմ, ֆինանսավոր եւ այլն, ամեն մեկը իր ուժերի հնարավորությունով անի։ 1000-րդ անգամն եմ կրկնում, թուղթը ասֆալտից վերցրեք աղբամանը, դուք արդեն բանարիք հայրենիքի համար։